Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անցերի չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Թաքցնել հուզմունքը չի օգնում ոչ մի միջոց Տարիներն անցան արագ ինչպես դասամիջոց Եվ դու, և ես, մենք բոլորով Տալիս ենք հրաժեշտ մեր մանկությանը Եվ ասում մնանք տարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Պահը չկորցնես նրան ասել սիրուդ մասին Գուցե հենց այսօրվանից քայլեք դուք միասին Դեպի նոր կյանք անկեղծ սիրով Բայց կանգ առեք մի պահ ու դպրոցին ասեք մնաս բարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անցերի չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր մեր դպրոցում ուսման դռներն են բացվում Զանգն է դասարան կանչում Բարի գալուստ է մեզ մաղթում Տարին ինչպես սկսվի այդպես էլ կավարտվի Թող այս տարի լավ սովորենք և գերազանց մենք ավարտենք Սեպտեմբերի 1-ը լուսավոր տոն է Այսօր շատ կարևոր օր է Սեպտեմբերի 1-ը մեր տոն է Գրի դպրության և գիտելիքի օրն է Սեպտեմբերի 1-ը լուսավոր տոն է Այսօր շատ կարևոր օր է Սեպտեմբերի 1-ը մեր տոն է Գրի դպրության և գիտելիքի օրն է Տարբեր առարկաներ ու շատ գիտելիքներ Նոր ուսուցիչները մեզ սպասում են անհամբեր Սեպտեմբերի 1-ը լուսավոր տոն է Այսօր շատ կարևոր օր է Սեպտեմբերի 1-ը մեր տոն է Գրի դպրության և գիտելիքի օրն է Խոսքը տրվում է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցի տնօրեն Տերեզա Հովհաննիսյանին Բարև ձեզ իմ սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, տատիկներ ու պապիկներ, հյուրեր Ուրախ ենք ընդունել բոլորիդ Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցում Շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի 1-ի գիտելիքի, դպրության և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Ցանկանում եմ ձեզ հետաքրքիր և զվարճալի օրեր մեր դպրոցում լի նոր հայտնություններով և հաջողություններով Հատկապես ջերմորեն շնորհավորում ենք դպրոցի շեմն առաջին անգամ գոտ դնողներին Մեր դպրոցի առաջին դասարանցիներին նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և լավ առաջադիմություն Ծափահարենք մեր առաջիններին Սիրելի ներորդիներ, մենք սիրում ու հպարտանում ենք ձեզնով 9 տարի առաջ դուք առաջին անգամ ոտք դրեցիք մեր դպրոց նույն հույզերով ու զգացմունքներով, ինչպես հիմա մեր առաջին դասարանցիներն են Ձեզ մաղթում եմ բարձր առաջադիմություն և մասնագիտության ճիշտ ընտրություն
Միայն սովորելով հնարավոր կլինի իրականացնել ձեր բոլորի երազանքներն ու նպատակները։ Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, որովհետև կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրից հետևողական աշխատանքից և նվիրումից։ Նվիրված եղեք հայրենիքին և հարգեք ձեր ծնողներին և ուսուցիչներին։ Շնորհավորում եմ կրկին անգամ և մաղթում բոլորին բարի երթ։ Արգելի տնօրեն, սիրելի ուսուցիչներ և ծնողներ, մեր փոքրիկ դպրոցական։ Շնորհավորում ենք ձեզ կրթության և տեխնիկության օրվա և ողջունում ձեր մուտքը Վիկտոր Համբարձումյանի անվան 12 հիմնական դպրոց, որ մենք մոտ 9 տարի առաջ և այն դարձավ մեր երկրորդ։ Այս դպրոցը մեզ համար այն հենասյունն էր, որի շնորհիվ տրվեցին մեր կրթության ու գիտելիքների ամուր հիմքերը։ Սիրելի Համբարձումյանականներ, բարով եք եկել մեր հարազատ դպրոց, մեր մեծ ընտանիք։ Այսօր մենք էլ ենք շփոթված, մի փոքր խառնված, չէ որ ակամայից հիշում ենք մեզ 9 տարի առաջ, մեր առաջին թրթիռը, անհասկանալի խառնաշփոթը, դասընկերների զարմացած հայացքները։ Հենց այդ պատճառով էլ այսօր առաջի դասարանցու նման տագնապահար ասում ենք. Ողջույն սեպտեմբեր, ողջույնի վերջին դպրոցական սեպտեմբեր, իմ անհոգ մանկության օրան, խենթ պատանեկական կյանքի վերջաբան ու նոր պատմության սկիզբ, իմ ընկերների ձևավորման և դասյրակման օրան, խթան, բարի երթի խոսքի նշմարվող ուսումնական տարի։ Արգելի տնօրեն, սիրելի ուսուցիչներ, մեր փոքրիկ Համբարձումյանականներ, այս տոնական օրը եղել է և կա խորհրդանշական, հիշարժան և շատ սիրելի աշակերտներիս համար։ Այսօր մեր 9-րդցիներիս համար առավել հիշարժան է և հուզիչ, քանզի այսքան հարազատ տամբակում մենք վերջին անգամ ենք դիմավորում սեպտեմբերի 1-ը և սիրով և ջերմությամբ դիմավորում այն սերնդին, ով ավելի մեծ պատասխանատվությամբ, իմաստությամբ և մեծ տեսլականով պետք է անցնի մեր անցած 9-ամյա ուղին։ Մաշտոց, հայոց լեզու եմ հասկանում, քանզի քեզնով հայ մնացին, քանզի քեզնով ենք հասկանում։ Ես հպարտ եմ իմ ոսկեծուր այգուբենով, հայ գրքերի մեծ տարանով, իմ Սևանով, Երևանով։
Ես հպարտ եմ իմ քարքարոտ հայրենիքով, իմ ալեհեր մասի սարով, քարագագաթ արագածով։ Ես հպարտ եմ իմ հավատով, մշակույթով, իմ գիտությամբ, միասնությամբ։ Ես հպարտ եմ, որ ես հայ եմ։ Սիրելի համբարձումյանականներ, եւ ուրեմն բարով եք եկել գիտելիքների զինանոց։ Համոզված եղեք, այստեղ դուք բացի գիտելիքներից սովորելու եք ազատ խոսելու, մտածելու, չվախենալու եւ երջանիկ լինելու նոր բանաձևեր։ Դուք հուսալի ձեռքերում եք։ Մեզ միայն մնում է լինենք առողջ, համախմբված եւ միասնական։ Կրթվենք, զարգանանք եւ ուսուսի տված շարժվենք դեպի առաջ, հանուն մեր հայրենիքի հզորացման։ Մեր առաջին սեպտեմբերյան զանգը թողավետի խաղաղություն, հաղթանակներ, վերածննդի սպասում, հույս, հավատ եւ վճռականություն։ Բարի երթ մեզ։ Մեր սիրտը խփում է ու խփում է Դպրոցը կանչում է ու կանչում է Մեր սիրտը խփում է ու խփում է Դպրոցը կանչում է ու կանչում է Սիրում ենք, սիրում ենք, սիրում ենք Ձեզ հավերժ հիշում ենք, հիշում ենք, հիշում ենք Ձեզ հավերժ
լսում ենք ու լսում ենք Դուք մեզ ասում եք ու ասում եք Մենք ձեզ լսում ենք ու լսում ենք Գնում ենք Մենք հավերժ կհիշենք ձեզ հավերժ Մենք հավերժ կհիշենք
Մայիսյան Թավշյա ոչ բռնի ժողովրդական առավոտ էր։ Երեխաները սովորականի պես պատրաստվում էին գնալ դպրոց։ Սակայն ճանապարհին Բարև ձեզ, եթերում լրաբերն է։ Այսօր առավոտյան ժամը 8:00-ին 9-րդ դասարանի ծնողները ճանապարհել են իրենց երեխաներին դպրոց, որպեսզի մասնակցեն իրենց վերջի զանգի միջոցառմանը։ Բայց ցավոք երեխաները չեն հասել դպրոց։ Ծնողները դիմել են ոստիկանություն։ Ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար հիմա մենք ուղիղ կապով կապ կհաստատենք մեր գործընկեր Դավիթի հետ, ով այժմ գտնվում է Վիկտոր Համբարձումյանի անվան համար 12 դպրոցում։ Դավիթ, դուք եթերում եք։ Ողջույն Այդա, ես հիմա գտնվում եմ Վիկտոր Համբարձումյանի անվան համար 12 հիմնական դպրոցում։ Ինձ հետ են դպրոցի տնօրեն Թերեզա Հովհաննիսյանը և դասղեկ Մարինա Մարգարյանը։ Այժմ նրանց հետ կպարզաբանենք, թե ինչ է կատարվել և ինչպիսին է իրավիճակը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կխնդրեմ մանրամասն ներկայացնել, թե ինչպես եղավ, որ աշակերտները դպրոց գալու փոխարեն հայտնվեցին անհայտ վայրում։ Ինձ համար սա իսկապես շատ անհանգստացնող և տարօրինակ իրավիճակ է։ Երբ տեղեկացա այս մասին, փորձեցի իսկույն կապ հաստատել երեխաների ծնողների հետ, սակայն պարզվեց, որ ոչ ոք տեղեկություն չունի։ Ես անմիջապես տեղեկացրել եմ դպրոցի ղեկավարությանը,
որ կարողանանք համատեղ աշխատել իրավիճակը բարձելու համար։ Իսկ դուք ինչ կարող եք ասել, Տիկին Թերեզա։ Երբ Տիկին Մարգարյանը ինձ տեղեկացրեց երեխաների անհետացման լուրի մասին, ես անակնկալի եկա եւ կարծեցի, թե ուղղակի կատակում են։ Նրանց վարկագծում վերջին ժամանակներում ինչ որ կասկածելի բան նկատել եք։ Ես չեմ նկատել որևէ փոփոխություն նրանց վարկագծում եւ առայժմ ոչինչ ասել չեմ կարող։ Ինչ գործողություններ եք ձեռնարկում հիմա, որպեսզի աշակերտների տեղը բարձրվի եւ նրանց անվտանգությունն ապահովվի։ Այս պահին մենք համագործակցում ենք ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների ծառայության հետ բարձելու երեխաների գտնվելու վայրը։ Մենք արդեն բացատրել ենք նրանց իրավիճակը եւ իրավապահ մարմինները սկսել են որոնողական աշխատանքները։ Մասնագետները շարունակում են աշխատել իրավիճակը կարգավորելու համար, մենք էլ փորձում ենք աջակցել։ Շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար։ Այդա։ Շնորհակալ եմ Դավիթ, ավելի մանրամասն մեկնաբանելու իրավիճակը։ Ձեզ հետ էլ նրա բերը, կհանդիպենք մի փոքր ուշ, հուսով եմ բարի գրով։ Դուք հայտնվել եք մի վայրում, որտեղ սպասվում են լի փորձություններ։ Եթե հաղթարեք այդ փորձությունները, հնարավորություն կունենաք մասնակցելու վերջին զանգին։ Առաջին փորձություն։ Այժմ դուք բաժանվում եք երկու հավասար խմբի։ Խաղում ենք ով եմ ես խաղը։ Ձեր գլխավերևում պատկերված են ձեզ դասավանդող ուսուցիչների նկարները։ Ըստ նկարների ասեք նրանց հայտնի արտահայտություններից եւ ձեր խաղընկերը կգուշակի, թե ով է նա։ Մաղթում եմ ձեզ հաջողություն։ Դե ինչ, ժամանակը գնաց։ Կրկնությունը գիտության մայրն է, երբեմն էլ գիտության հայրը։ Մի հատ ուրիշ բան ասա, ուրիշ խոսք։ Տեղից աշխուժ, բայց կանչում ես գրանախտակի մոտ ձայն բարբառը անապատի։ Հա, Կարապետյան։ Հա, ճիշտ է։ Տղա ջան, մի քիչ քիչ խոսա, հա, այդ ղրղր ձայնը տարձագանքում է։ Հնա մի հատ ուրիշ ասա։ Զուռնա քեզ։ Հա, Մարտա Ռաֆայելովնան, հա։ Մի հատ այդ պատուհանը բացեք, բուֆետներ փակեք։ Ուֆ, չգիտեմ, մի հատ ուրիշ բան ասա։ Հայկո դու սուս, Ռուբեն գնա մանարի։ Հա, ընկեր Սարոյանն է։ Շտա։ It's a nice day today, isn't it? Մի հատ ուրիշ բան ասա, էլի։ May I go out? No. Մարիա Բագրատյանն է։ Ճիշտ է։
ինքնավոր կա։ Հələ մի հատ ուրիշ ասա։ Այդ Մամյանս հանգիստ թողեք։ Հա, ընկեր Տիգրանյանն, հա։ Ճիշտ է։ Այ մտավոր էտա մնացներ։ Չգիտեմ, մի հատ ուրիշ բան ասա։ Չէ, դու լավն ես, քեզ բան չեմ ասի։ Ընկեր Միքայելյանը։ Ճիշտ է։ Այդ սալոնը արագ վերացրեք։ Ընկեր Հարիմյանը։ Ճիշտ է, ճիշտ է։ Ամեն դասին դուրս եք գալիս եւ այլևս չեք վերադառնում, ինչպես Խաչատուր Աբովյան։ Ընկեր Գրիգորյանը։ Ճիշտ է։ Հələ mən ձեններդ կտրեք, հսա արշակımնային եմ զանգում։ Կամ ընդհանրապես խեք ես քանով եք է, բա մնացածը ուր է։ Հա, Նայրա Բաբկենովն, Հա։ Այսօր ով է խանութ գնալու։ Ընկեր Հարությունյան։ Հա։ Այսօր ոնց որ շատ տաշկ ուժեք, կարող է մի հատ թեմատիկ գրեք։ Հա, ընկեր Ավչյանն է։ Ահա, Այդ տղա այնքան ես ջրիքսը դարել ես բուլյոն։ չգիտեմ ով է, ուրիշ խոսք ասա։ Ես քեզ ոչ մեկ, ոչ մի տեղ չի ասելու։ Չեմ իմանում ով է։ Գնա է։ Ուր գնա։ Ուր, Սինգապուր։ Ահա, ընկեր Ներսիսյանն է։ Այո։ Այլանդակություններ, մայմուններ, Բավարար դլասովը տուպի։ Դուք հաղթահարեցիք առաջին փորձությունը։ Երկրորդ փորձություն։ Գիտելիքների ստուգում։ Հարցեր հայոց պատմությունից և գրականությունից։ Երբ եք ընկվել Բաթումի հաշտության պայմանագիրը։ Բաթումի հաշտության պայմանագիրը կնքվել է 1918 թվականին։ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ով է նշանակվել առաջին վարչապետը։ Հայաստանի հռչակումից հետո վարչապետ են նշանակվել Հովհաննես Քաջազնունին։ Որ արքայի օրոք է հիմնադրվել Էրեբունի բերդաքաղաքը։
երթաքաղաքը հիմնադրվել է Արգիշտի առաջինի օրոք։ Նշեք Տիգրան Մեծի բանակի թիվը։ Տիգրան Մեծի բանակի թիվը կազմում է 300,000։ Երբ է կնքվել Սևրի պայմանագիրը։ Սևրի պայմանագիրը կնքվել է 1920 թվականին։ Որ ստեղծագործությունից են այս տողերը եւ ով է հեղինակը։ Հայրս ասաց, որ իմ ու քո մեջ անանց անդունդ կա։ Մենք վերևն ենք, դուք ներքևը։ Այս տողերը Նարդոսի ես եւ նա պատմվածքից են։ Երբ է ծնվել Ավետիք Իսահակյանը եւ որտեղ։ Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականին Ալեքսանդրապոլում, այժմյա Գյումրի։ Իդեպ այս տարի հոկտեմբերի 30-ին լրանում է նրա 150-ամյակը։ Արտասանեք մի քարյակ Պետրոս Դուրյանի լճակ բանաստեղծությունից։ Ինչու ապշած ես լճակ, ու չեմ խայտար քո այլակ, միթե հայլվուտ մեջ անցկավ, գեղուհի մնայեցավ։ Որ ստեղծագործությունից են այս տողերը։ Երբեմն նա հաղթում է ինձ, երբեմն ես նրան, բայց մենք երբեք չենք հաշտվում։ Մենք պատասխան չունենք։ Իսկ դուք տղաներ։ Այս խոսքերը Շիրվանզադեի արտիստը պատմվածքից է։ Աղջիկներ, քանի որ դուք պարտվեցիք, պետք է մասնակցեք ևս մեկ փորձության։ Երրորդ փորձություն՝ պարային խառնաշփոթ։ Show me how you move it. Go ahead, put your back into it. Do your thing like it ain't nothing to it. Shake that ass, girl. Shake that thing, bitch. Can I shake that thing, bitch? Can I shake that thing, yeah. All you ladies pop, pop, pop like this. Shake your body, don't stop, don't miss. First you gotta put your neck into it. Don't stop, just do it, do it, do it now. Lick it, this like you should. My neck, my back. Hold up.
կարող եք մասնակցել վերջին զանգին։ Այսօր մեզ համար կարևոր եւ հիշարժան օր է։ Այս հնչող զանգը ոչ միայն բաժանման խորհրդանիշ է, այլև նոր սկզբի ազդարար։ Տարիներ շարունակ մենք այստեղ սովորեցինք, ժպտացինք, ընկերացանք, հաղթահարեցինք դժվարություններ ու ձեռք բերեցինք գիտելիքներ, որոնք մեզ հետ կլինեն ամբողջ կյանքում։ Մեր ուսուցիչները ոչ միայն մեզ սովորեցրեցին դասերը, այլև տվեցին կյանքի կարևոր դասեր, սովորեցրեցին երբեք չհանձնվել, հավատալ ինքներս մեզ և գնալ մեր երազանքների հետևից։ Բոլորը չեն, որ կարող են արժանանալ ձեր այս բարձր կոչմանը, չէ որ դուք եք սովորեցրել մեզ ապրել ազնիվ, պայքարել, լինել հերոս։ Շնորհակալ ենք մեր ընտանիքներին, ովքեր միշտ մեր կողքին են եղել, մեզ աջակցել, ոգեշնչել և հավատացել են մեր ուժերին։ Շնորհավորում ենք բոլորիս այս կարևոր օրվա կապակցությամբ, մաղթում ենք ուժ, վստահություն և պայծառ ապագա։
Թող մեր դպրոցական տարիները միշտ մնան մեր սրտերում, որպես ամենավառ ու ջերմ հիշողություններից մեկը։ Եկեք հիշենք և շնորհակալություն հայտնենք մեր քաջ հայրենիներին։ Սիրելի հայ զինվորներ, մեր երկրի նվիրյալ պաշտպաններ, խոսքերով դժվար է արտահայտել մեր երախտագիտությունը ձեր անձնվեր ծառայության համար։ Թող Աստված պահապան լինի ձեզ, թող խաղաղ լինի ձեր ծառայությունը, իսկ մեր երկիրը միշտ ամուր ու անսասան։ Փառք ու խոնարհում մեր հերոսներին ու անսահման շնորհակալություն մեր սահմանների պահապաններին։ Խոնարհվում ենք մեր հերոսների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին մեր հայրենիքի պաշտպանությանը։ Նրանք չեն հեռացել, նրանց անունները դաջված են մեր պատմության էջերում և մեր սրտերում։ Ինչպես ասել է մեծ զսպարապետ Վազգեն Սարգսյանը, այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ, այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է։ Մաղթես, մեր հայրենիքի պաշտպաններ։ Երանի չլսենք այսօր ոչ մի վատ լուր, երանի լինեն սարերը լուր, երանի այսօր հայոց երկինքը խաղաղվի, բարի լուր բերի ինձ աղավնին, հերիք է որ անեք իմ սիրտը քարուքանդ, դարձել եմ կարոտով հիվանդ, մամ ջան դուրը բաց, որդին քո կարոտած, հերվից եկել է տուն, մամ ջան դուրը բաց, սրբիր աչքերը թած, գրկիր դու քո որդուն, մամ ջան դուրը բաց, որդին քո կարոտած, գրվից եկել է տուն, մամ ջան դուրը բաց, սրբիր աչքերը թած, գրկիր դու քո Մի աղջիկ կա, որի թողել եմ քաղաքում, ու հիմա իմ սիրտն է տրաքում, նա մի կարճ նամակ է ինձ գրելու ուղարկել, իմ զինվոր ուզում եմ քեզ գրկել, դրել եմ ես իմ ափը իմ միափողին, երդվել, որ էլ բաց չեմ թողնի, մամ ջան դուրը բաց, որդին քո կարոտած, հերվից եկել է տուն, մամ ջան դուրը բաց, սրբիր աչքերը թած, գրկիր դու քո որդուն, մամ ջան դուրը բաց, որդին քո կարոտած, կռվից եկել
Մի րոպե, դեռ շատ կա միջև ձեր ծառայությունը։ Եկեք դուք ժամանակից առաջ մի ընկեք ու ասեք, թե ինչ եք խոսել մեր մասին։ Ով, մենք, հա, դուք, սուտ, նեկտենը։ Մենք գոնե ամբողջ օրը ավտոների մասին չենք խոսում։ Մենք գոնե ձեր նման ամբողջ օրը սելֆիներ չենք անում գցում տիկտոկները։ Մենք գոնե 10 հոգով մի հատ սեղան չենք տանում ընկեր Սամվելի մոտ։ Մենք գոնե 5 հոգով սուքարան չենք գնում։ Girl, sing you hallelujah. Girl, sing you hallelujah. Cause Uptown Funk don't give it to you. Մենք գոնե ամեն 10 միլիոցին իրար միշտ չենք ուտում, երկու րոպե հետո իրար ճանճիկի արանում։ Մեր հետ էլ գոնե պարսիկները չեն նկար։ Մենք գոնե պահարանները չենք խցկվում, որ հետո ջարդվի, փողն էլ մենք տանք։ Իրա, բարև ձեզ, էլի գոնե արշակնաներ մեր եղունգների վրա չի խոսում։ Մենք գոնե 7-րդ դասարանցիների հետ կռիվ չենք անում։ Այդ կռիվները ձեր համար ենք անում խելացիներս։ We show up, we gon' show up. Smoother than a fresh drop skipping. I'm too hot. Call the police and the fireman. I'm too hot. Don't believe me, just watch. 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 Լսում եք ու չեք քննադատում։ Լսում եք ու չեք քննադատում։ Մենք դասերի ժամանակ ավելի շատ ենք հացուտում, քան դասամիջոցներին։ Լսում եք ու չեք քննադատում։ Մենք ընկեր Ղազանի գրաֆիկը ավելի լավ գիտենք, քան մերը։ Լսում եք ու չեք քննադատում։ Մենք դպրոց կոսմետիկա ավելի շատ ենք բերում, քան գիրք։ Լսում ենք ու չենք քննադատում։ Մարինա Արշակովնա, որ գալիս ենք ձեզ մոտից անձեռոցիկ վերցնելու, ձեր հավաքած հեղախոսներն ենք վերցնում։ Լսում եք ու չեք քննադատում։ Մենք ենք Տիգրանյան։ Ողներ ենք Մամյանից։ Դուք ձեր տեղը խոսացեք, լավ։ Լսում եք ու չեք քննադատում։ Ընկեր Միքայելյան, չեք հոգնել ամեն դասին դաս պատմելուց։ Լսում եք ու չեք քննադատում։ Ընկեր Գրիգորյան, երբ որ մենք ձեզ ասում ենք համակարգիչը չի աշխատում, մենք ձեզ նենգաբար ստում ենք։ Լսում եք ու չեք քննադատում։ Միայն կենսաբանության ժամին է հնարավոր վախից 5 րոպեում դաս սովորել։ Լսում եք ու չեք քննադատում։ Ընկեր Ավչան, մենք ձեր դասերը հենց դասի ժամանակ ենք սովորում։ Լսում եք ու չեք քննադատում։ Անգլերենի միացյալ դասերը ավելի լավ են ասում։ Լսում եք ու չեք
ջան, մենք ձեր դասերին մենակ դիտ կրակելու համար են գալիս։ Լսում եք, ու չեք քննադատում։ Մենք ամբողջ տարի պատմիագրակի տոմսերը չենք սովորել, որ հիմա կրտերի ստան։ Դե եկ վարդապետ ու մի խենթաց։ Լսում եք, ու չեք քննադատում։ Ընկեր Սարոյան, մեկը դիսկրիմինատը ավելի հեշտ է, քան վիետը։ So strong cause I moved the O's. My neck, my wrist, my ears is froze. Լսում եք, ու չեք քննադատում։ Չեք կարող այդ բուֆետը մի քիչ շուտ բացեիք։ Իհարկե, ընկեր Ռոբի գլխավորությամբ։ I'm off the chain, number one on the chart all the time. I ain't really Լսում եք ու չեք քննադատում։ Ինի բան շոու անում։ shit that ran like a pro. Hello, Robbie. On me, I'm like, oh man, I can put some. Չեք կարա քննադատեք եղա։ Հիմա պատկերացրենք մեզ 10 տարի անց։ Ես Ռիփսիմեն եմ։ Դպրոցն ավարտելուց հետո փորձեցի խորանալ ընտրածս մասնագիտության մեջ։ Եվ ահա, դարձա գործիս մասնագետը։ Աշխատում եմ բանկում։ Բանկային ոլորտում աշխատողը պետք է բարեխիղճ լինի եւ ցուցաբերի բարձր էթիկական արժեքներ։ Սա նշանակում է, որ պետք է աշխատել հաճախորդների շահերից ելնելով եւ միշտ պահպանել գաղտնիությունը։ Բանկի աշխատողը պետք է կարողանա հասկանալ հաճախորդի կարիքները, արագ եւ արդյունավետ պատասխանել հարցերին, լուծել խնդիրները եւ ապահովել որակյալ սպասարկում։ Ես Նարեն եմ, իմ երազանքն էր դառնալ բժիշկ կոսմետոլոգ։ Այդ մասնագիտությունը 21-րդ դարի ամենապահանջված մասնագիտություններից մեկն է։ Կոսմետոլոգիան բժշկության բնագավառ է, որը ուսումնասիրում է մարդու մարմնի գեղագիտական խնդիրները։ Բժիշկ կոսմետոլոգը իրականացնում է այցելուների ընդունելություն, խորհրդատվություն, կարիքների գնահատում, ախտորոշում եւ համապատասխան բուժական կամ էսթետիկ ծառայությունների մատուցում։ Այս մասնագիտությունը պահանջում է ոչ միայն բարձր որակավորում, այլ նաև ստեղծագործական մոտեցում, տեխնիկական հմտություններ եւ հաճախորդների հետ աշխատանքում հոգատարություն։ Ես Վահեն եմ, արտաքինով համեստ, բայց հումորով մի տղա։ Շատ դժվար եմ ընտրել իմ մասնագիտությունը։ Մայրիկիս խորհրդով 9-րդ դասարան ավարտելուց հետո ընդունվեցի հայ-ֆրանսիական քոլեջ։ Սկզբում լուրջ չէի վերաբերվում իմ ընտրած մասնագիտությանը, բայց մի քանի ամիս սովորելուց հետո սկսեցի սիրել խոհարարությունը։ Խոհարարությունը արվեստ է, որը պահանջում է ոգեշնչում եւ կիրք։ Սկսեցի ուսումնասիրել միջազգային խոհանոցները, ինչպիսիք էին ֆրանսիական, իտալական, ասիական եւ այլն։ Իսկ հիմա ես շեֆ խոհարար եմ, ով հետաքրքիր ուտեստներ է պատրաստում եւ գրավում շատ հաճախորդների։ Խոհարար դառնալու ճանապարհը պահանջում է համառություն, սեր եւ շարունակական զարգացում։ Երբեք մի վախեցեք փորձարկումներից եւ ձախողումներից։ Դրանք հաճախ են դառնում լավագույն դասերը։ Սիրեք ձեր ընտրած մասնագիտությունը
եւ կդառնաք լավ մասնագետ եւ կունենաք ձեր երազանքների ռեստորանը, ինչպես ես։ Ես Նարեն եմ։ Իսկ ես Անգելին եմ։ 9 տարի շարունակ սովորել ենք նույն դպրոցում, իսկ հիմա աշխատում ենք նույն բժշկական կենտրոնում։ Երկուսս էլ մանկուց երազել ենք դառնալ բժշկուհի։ Բժշկությունը պահանջում է պատասխանատվություն, համբերություն, նվիրվածություն, մարուկների նկատմամբ ուշադրություն։ Բժշկություն ընտրելիս պետք է պատրաստ լինել երկար աշխատանքային ժամերի, հաճախ սահմանափակ հանգստի։ Բժշկությունը այն մասնագիտություններից է, որը երբեք կանգ չի առնում։ Տեխնոլոգիաների ու գիտության զարգացումները միշտ պահանջում են նոր գիտելիքներ։ Մեզնից ապագա բժիշկներին խորհուրդ. եթե պատրաստ եք սովորել ողջ կյանքում, ապա այս մասնագիտությունը հենց ձեր համար է։ Ես Արսենն եմ։ 9 տարի շարունակ եղել եմ դասարանի ավագը։ Դեռ դպրոցական տարիներից սիրել եմ համակարգչով աշխատել եւ տարբեր ծրագրեր ստեղծել։ Երբ փոխադրվեցի 9-րդ դասարան, հստակ որոշել էի, որ դառնալու եմ ծրագրավորող եւ աշխատելու եմ Երևանի լավագույն ընկերություններից մեկում։ Ասեմ ավելին, դարձել եմ թիմի ղեկավար։ Մեր լեզվով ասած, թիմ լիդ։ Պատրաստվում եմ բացել իմ ընկերությունը դեռահասներին եւ պատերազմին մասնակցած հաշմանդամ դարձած տղաներին սովորեցնել այս մասնագիտությունը։ Իսկ ես Քնարիկն եմ։ Մանկուց տեսնելով մայրիկիս երազում էի շարունակել իր մասնագիտությունը։ Ծրագրավորումը, ինչպես ցանկացած այլ մասնագիտություն, պահանջում է ժամանակ եւ համբերություն։ Նույնիսկ երբ բախվում եք խնդիրների կամ սխալների, շարունակեք սովորել եւ առաջ շարժվել։ Հիշեք, որ լավ ծրագրավորող դառնալը պահանջում է պարբերաբար պրակտիկա եւ անընդհատ սովորելու պատրաստակամություն։ Բարև տղաներ ջան, սկսում ենք այսօրվա փորձը։ Ես Գևորգյան Անդրանիկն եմ, դհոլի մեջ սիրահար։ Դհոլի մեջ ինձ գրավում է հզոր ձայնը, ռիթմիկությունն ու էներգիան։ Դհոլը հայկական ավանդական երաժշտության անբաժան մասն է, որը կապում է մեզ մեր արմատների ու պատմության հետ։ Երբ նվագում ես դհոլ, այն դառնում է քո մարմնի ու սրտի մի մասը։ Նրա ռիթմերը հաճախ համընկնում են սրտի բաբախյունի հետ, ստեղծելով յուրահատուկ կապ։ Դհոլը տարբեր ժողովուրդների մոտ օգտագործվում է երաժշտական հանրույթներում, տարբեր ցուցակատարությունների եւ հարսանյաց հանդեսների ժամանակ։ Երաժշտական գործիքներ նվագելը, հատկապես հարվածայինները, օգնում է ազատվել լարվածությունից, արտահայտել էմոցիաներ եւ ստանալ դրական լիցքեր։ Ողջույն, ես Միլենան եմ, բարի մեծ սիրահար, բարը մարմնի լեզուն է, հոգու ռիթմը, յուրաքանչյուր շարժում մի բառ է, իսկ յուրաքանչյուր բառ մի պատմություն, այստեղ չկա բառ, չկա խոսք, կա միայն երաժշտություն ու դեր, երգը լսելով մարմնի յուրաքանչյուր բջիջ ներշնչվում է նրանով, դու սկսում ես շարժվել սրտիդ ռիթմին հավասար։ Այս հրաշք աշխարհում հայտնվեցի, երբ շատ փոքր էի, 3 տարեկանում, երբ մայրս ինձ իր հետ տարավ մեծ քրոջս համերգին։ Ինձ գրավեց ամեն ինչ՝ հագուստները, երաժշտությունը, բեմական լույսերը, գեղեցիկ շարժումները։ Պարը կախարդեց ինձ։ Ես սկսեցի երազել, որ ես էլ պետք է պարուհի դառնամ։ Ես հիմա ունեմ իմ պարի ստուդիան եւ ինքս եմ իրականացնում փոքրիկների երազանքները։ Ես Մարիան եմ, ով սիրում է նկարվել, երգել, պարել եւ լողալ։ Դեռ մանկուց հաճախում էի լողի, երազում էի դառնալ լողորդուհի։ Լողը զարգացնում է բոլոր մկանային խմբերը, բարելավում դիմացկունությունը եւ ճկունությունը, ամրապնդում է սիրտն ու շնչառական համակարգը, նվազեցնելով սրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Ջրում գտնվելը օգնում է հաղթահարել սթրեսը եւ բարձրացնել տրամադրությունը։ Սիրեք ձեր ընտրած մասնագիտությունը եւ կդառնաք առաջատար մասնագետ։ Ես Գայանեն եմ, բնավորությամբ հանգիստ, բայց անվախ մի աղջիկ։
Իմ երազանքն էր դառնալ ատամնաբույժ։ Շատ մարդիկ ունենում են լուրջ խնդիրներ բերանի խոռոչի հետ կապված, որոնք ազդում են նրանց կյանքի որակին։ Ատամնաբույժները ոչ միայն բուժում են ատամների ցավերն ու խնդիրները, այլև օգնում են մարդկանց ունենալ առողջ ու գեղեցիկ ժպիտ, ինչը բարձրացնում է նրանց ինքնավստահությունը։ Ես հասել եմ իմ երազանքին եւ աշխատում եմ Հայաստանի լավագույն կլինիկաներից մեկում, որպես ատամնաբույժ։ Հպարտությամբ ուզում եմ ասել, որ իմ սիրելի դասղեկը իր ժպիտը վստահում է ինձ։ Ես Հարությունյան Ալեքսն եմ։ Ինձ համար ճանապարհը դեպի մեծ ինժեներական աշխարհ սկսել է Գյումրիում։ Արմաթ խմպակի, Թումոյի, ավիամոդելավորման, տեխնոժիումի բազմաթիվ դասընթացների մասնակցելուց։ Որոշեցի եւ հստակ քայլերով սկսեցի գնալ իմ երազանքի հետևից։ Ունենալ սեփական գյուտը։ Սկսեցի պատրաստել էլեկտրաշոկեր, Տեսլա քոլ եւ այլ բազմապիսի սարքեր։ Հաջողությամբ ավարտեցի էլեկտրոնիկայի հիմունքներ դասընթացը աստրոնավտ լաբորատորիայում։ Դպրոցական տարիներին ունեի երազանք նախագծել սեփական անոթաչու սարքը ռազմաարդյունաբերության համար։ Այժմ, երբ հասել եմ իմ երազանքին, հպարտ եմ, որ իմ հայրենիքի արժանի քաղաքացին եմ։ Կարծում եմ, ինձ շատերն են ճանաչում։ Ես Կարենն եմ։ Փոքր ժամանակ շատ էի սիրում ուտել, բայց մեծանալով հասկացա, որ միայն ուտելով ոչինչի չեմ հասնի։ Հայրիկից տեսնելով երազում էի դառնալ ոստիկան, եւ ահա, հասա իմ երազանքին։ Ոստիկան դառնալը պատասխանատու եւ կարեւոր որոշում է, որը պահանջում է խիզախություն, կարգապահություն եւ ծառայելու պատրաստակամություն։ Ոստիկաններն ապահովում են մարդկանց անվտանգությունը, կանխում հանցագործությունը եւ պաշտպանում օրենքը։ Դրանով իսկ բարելավելով համայնքի կյանքը։ Ոստիկանները, վտանգելով սեփական կյանքը, փրկում են մարդկային կյանքեր։ Իսկ այսպիսի ապագա ունենալու համար պետք է երախտիկի խոսքը հայտնել մեր ուսուցիչներին։ Սիրելի ուսուցիչներ, դուք մեզ ոչ միայն գիտելիք տվեցիք, այլ սովորեցրել եք սիրել, հարգել միմյանց եւ լինել հայրենասեր։ Դուք մեզ տվեցիք բազմազան գիտելիքներ, որոնք եթե չիմանայինք, մարդ կոչվել չէինք կարող։ Գիտելիքներ, որոնք եթե չիմանայինք, հայ կոչվել չէինք կարող։ Բայց մենք հպարտ ենք, քանի որ դուք մեզ տվեցիք հայ մարդ կոչվելու հնարավորություն։ Եվ չեք կարող դրա համար երախտապար չլինել ձեզ, մեր շատ սիրելի ուսուցիչներ։ Ուսուցիչ բարի, ձեր ոսկեծան խոպոկների մեջ թելերն արծաթե որ երևում են, ես բաժին ունեմ։ Ձեր բարի դեմքի կնճիռների մեջ ես բաժին ունեմ։ Իսկ դուք իմ բարի, իմ լավ ուսուցիչ, դուք բաժին ունեք իմ կյանքի գարնան ծաղիկների մեջ։ Դուք բաժին ունեք իմ անուկ սրտի, վաղ լուսաբացի, ծաղիկների մեջ, իմ կիցածի մեջ, ունեցածի մեջ։ Մեր ճանապարհները բաժանվելու են այսուհետ, բայց ես երջանիկ եմ, որ դուք իմ կյանքի ամենալուսավոր հատվածի ուղեկիցն եք եղել։ Շնորհակալություն անգին հուշերի, ջերմ մորերի, սիրո, հոգատարության, ներողամտության եւ անմնացորդ նվիրումի համար։ Ձեր համբերատարությամբ մեզ սովորեցրիք երբեք չհանձնվել։ Ձեր իմաստուն խոսքերով մեզ տվեցիք ուժ եւ նպատակ։ Ձեր հոգատարությամբ մեզ օգնեցիք ձևավորվել որպես անհատներ։ Ահա այստեղ, լուր կանգնած, ձեր աչքերն ենք տեսնում հոգնած։ Որոնք այնքան մեղմիկ շպտում, ջերմ խոսքեր են կարծես ասում։ Ինչ խոսքեր։ Ինչ խոսքերով ձեզ երկասեմ, որ բար ովերքեմ։ Ինչ էլ ասեմ, ինչ էլ անեմ, շատ չնչին է ձեր սիրո դեմ։
Լուսեմարթուն այս աշխարհում մեկ բառով են միայն ասում։ Ուսուցիչն է բառն այդ վսեմ, չեմ մոռանա, ուր են լինեմ։ Ուսուցիչներ մեր սիրելի, երբեմն խիստ, բայց միշտ բարի, ձեր անսահման մեծ սրտերում մենք մեր անկյունն ունենք արդեն։ Ապրելու ենք ձեր սրտերում, ձեր մտքերում, ձեր հուշերում։ Ու թե նույնիսկ չհանդիպենք էլ այսուհետ, համոզված ենք, որ մեր անմեր մի հաջողություն ու ձեռքբերում ձեր սրտերը հպարտությամբ ու խինդով է լցվելու։ Դուք ուսուցիչներ, իմ լավ ու բարի, մենք աշակերտներ, մի քիչ չար ու խենթ, թե մեղավոր ենք, մեղքերս ներեք, դուք ուսուցիչներ, իմ լավ ու բարի։ Ահա այստեղ, լուր կանգնած, ձեր աչկերն եք տեսնում։ Սիրելի տնօրինություն, այս կարևոր օրը, երբ մեր դպրոցական տարիներն ավարտվում են, ուզում ենք խորին երախտագիտությամբ շնորհակալություն հայտնել ձեզ։ Դուք ոչ միայն ապահովեցիք որակյալ կրթություն, այլև ստեղծեցիք միջավայր, որտեղ մենք մեզ զգացինք սիրելի, պաշտպանված ու կարևոր։ Ձեր ջանքերով դպրոցը դարձավ ոչ միայն գիտելիքի օջախ, այլև մի մեծ ու ջերմ ընտանիք, որտեղ ձևավորվեցին մեր երազանքներն ու նպատակները, խոնարհում և շնորհակալություն ձեզ։ Սիրելի ուսուցիչներ, մաղթում ենք ձեզ առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, թող ձեր սաները միշտ լինեն, ձեր աշխատանքի լավագույն գնահատականը։ Իսկ մենք կփորձենք արդարացնել ձեր հույսերը և միշտ բարձր կպահենք մեր դպրոցի պատիվը։ Շնորհակալ ենք մարդկային արժեքների այն մեծ պաշարի համար, որ այսօր տանում ենք մեզ հետ։ Շնորհակալ եմ ձեր անսահման համբերության, ջերմության և նվիրվածության համար։ Ձեր յուրաքանչյուր դաս, խորհուրդ և աջակցություն մեզ հետ կմնան ամբողջ կյանքում։ Շնորհակալ ենք, սիրելի ուսուցիչներ, որ մեզ սովորեցիք ինչպես մարդ լինել ամբողջ կյանքում։
Այսքանով ավարտվեց մեր միջոցառումը։ Խոսքը տրամադրում է դպրոցի տնօրեն Տիկին Հովհաննիսյանին։ Բարև ձեզ, սիրելի մեր ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր, իսկապես այսօր հուզումնալից օր է։ Ամեն տարի անցնում ենք այս տարիներով, վերջին զանգերով, վերջին դասերով, բայց միևնույն է կարծես առաջին անգամն ենք տեսնում վերջին զանգը։ Յուրաքանչյուր վերջին զանգ սկիզբ է մի նոր կյանքի մեր աշակերտների համար։ Շատ հետաքրքիր միջոցառում էր։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ ծափահարություններով։ Եվ խոսքը գնում էր վերջին զանգի մասին, մենք բազմաթիվ զրուցել ենք ձեզ հետ, Մարինա Աշակովնա, ու ասել, թե ինչպիսին պետք է լինի, և կրթական կար, և մշակութային կար, և անգամ պարայինները արված էր Հայաստանում ազգային փոքրամասնությունների կապ։ Շատ հետաքրքիր միջոցառում էր, կեցեք դուք, նմանատիպ միջոցառումներ քիչ եք այս մասշտաբի։ Եվ այնքան հետաքրքիր է, որ յուրաքանչյուր երեխա այդ ամենը այնքան լավ էր անում, որ ես մնացել էի ապշած։ Ասում ես ամեն դպրոցի երեխաներն են, որ այդքան ես իրենց վրա զայրացել եմ, խոսել եմ, ասել եմ, ինչու ինձ չքննադատեցի, ինչու ինձ համաճաճ ասեցի, հետո ինչ որ դաս չեմ տվել, բայց ինչքան են մտել ձեր դասերան, ասել։ Ոչինչ կարող եմ խոսել։ Հաճա՞։ Հա, չեմ քննություն կա, չի կարող ես վատ բան ասել, չէ։ Շատ լավն եք երեխաներ, ես պատկերացնում եմ, թե ինչքան եք դուք չարչարվել, Մարինա Աշակովնա և մեր սիրելի առաջին ուսուցչուհին, Տիկին Բաբաջանյան։ Ամեն մի սկզբից եք, ես որ նկարահանում եղավ, ասեցի, տեսնես ինչ է լինելու ես նկարահանումից հետո, բայց այնքան լավն եք, այնքան հետաքրքիր էր, խոսքեր չեմ գտնում։ Ընթացքում նաև հուզումնալից պահեր եղան, ամեն ինչ չէիք մոռացել, յուրաքանչյուր հատված արված է շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր և ինչ։ Եվ շատ լավ արված էր մեր երեխաների կողմից, են Հայկոնուրա, ինչ լավն էր մեր Հայկոն, Հայկոն աղանք ես մեր այդ տղա։ Բոլորը այսօր թաքնված էին, բացահայտեցինք, բայց ափսոս ուշ ենք բացահայտում, բայց կարծում եմ երեխաներ, իսկապես դպրոցը այն օջախն է եղել, որը դուք սիրել եք, եկել եք, սովորել եք, հանդիպել եք միմյանց, մեզ նման գեղեցիկ ուսուցիչներ եք ունեցել, իմ նման էլ լավ տնօրեն, հա, այդպես է։ Գաստեկի մասին խոսք չկա։
բայց պետք է ասեմ, որ նաև հետաքրքիր է մասնագիտական կողմնորոշումը երեխաների։ Իսկապես երեխաներ, շատ կարևոր է այսօր ճիշտ ընտրել մասնագիտություն։ Եթե ունեք լավ սիրած մասնագիտություն, ուրեմն շահել եք կյանքում։ Հավատացեք, մեր ուսուցիչները, որ նստած են այստեղ, իսկապես սիրում են իրենց մասնագիտությունը եւ ամեն մի կարողություն, հմտություն դուք ձեռք եք բերել իրենց շնորհիվ։ Այդպես է։ Ես ուզում եմ, որ ձեր բոլոր երազանքները նպատակների տեսքով դառնան իրականություն։ Թող որ ձեր բոլոր նպատակները դառնան իրականություն եւ հիշեք դպրոցը, գաք դպրոց ու դրա մասին ասեք մեզ, որ մենք նորից ողջևորվենք, ուրախանանք եւ ասենք իզուր չենք ունեցել նման աշակերտներ։ Եկեք եւս մեկ անգամ ծափահարենք մեր աշակերտներին։ Հայտնում եմ իհարկե ծնողներին, որովհետև նմանատիպ միջոցառումներ առանց ձեր օգնության հնարավոր չի որնի։ Մեր բոլոր միջոցառումները լինում են ձեր շնորհիվ, հարգելի սիրելի ծնողներ։ Ուրախ ենք, որ մենք ունենք նմանատիպ ծնողներ, որոնք մեր կողքին են, մեզ աջակցում են եւ մեր միջոցառումները այսքան լավն են։ Շնորհակալություն բոլորին եւ բարի երեխ։ Խաղաղություն, ապուր եւ կանաչ ճանապարհ ձեզ երեխաներ, բարի երեխ։ Շրջանավարտներ, դուք այսօր հաջողությամբ ավարտեցիք մնական դպրոցը։ Ես ձեզ հիշում եմ դեռ այն ժամանակ, երբ առաջին անգամ մտաք իմ դասարան, մի քիչ վախեցած, շփոթված, բայց հետաքրքրությամբ լցված։ Այսօր դուք կանգնած եք մի կարևոր խաչմերուկում երեխաներ ջան, որտեղից բացվում է ձեր առջև մի նոր էջ։ Ես համոզված եմ, որ դուք այդ էտապներ պատվով կհաղթահարեք, կգնաք առաջ դեպի ձեր պայծառ ապագա։ Սիրելիներս, մաղթում եմ ձեզ կանաչ, հարթ ճանապարհ։ Եթե կլինեն խոչընդոտներ ձեր ճանապարհին, հաղթահարեք այդ խոչընդոտները։ Վստահ հայրերով գնացեք առաջ։ Մաղթում եմ ձեզ քաջ առողջություն, համբերություն, հաջողություն ուսման մեջ եւ իհարկե անձնական կյանքում, անամ երկին, խաղաղությունը թող միշտ թևանցի ձեր գլխավերին։ Բարի երթ է, սիրելիները։ Մեր փոքրիկ անակնկալը ձեզ։ Իննիբ Արշակովնաջան Սիրելի ծնողներ, երեխաներ ջան, հրաշք եք այսօր բոլորդ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջինը ձեզ Մարինա Արշակովնա։ Այսքան տարի մեր երեխաների կողքին լինելու համար, աջակցելու, օգնելու ցանկացած հարցում վստահ եղեք, իրենք իրենց քայլերով գնահատել են ձեզ ու ապագայում եք
կարծում եմ բարձր կպահեն, վստահ եմ, բարձր կպահեն ձեր անունը։ Սիրելի տնօրինություն, սիրելի դասավանդող ուսուցիչներ, ձեզանից մեծ շնորհակալություն հոգատարության, գիտելիքների, ամեն ինչի համար։ Ընկեր Բաբաջանյան, առանց ձեզ երևի չէինք ունեն այս համերաշխ, հոգատար միմյանց նկատմամբ դասարանը։ Շնորհակալ եմ բոլորից հետ, երեխաներ ջան, այսօր բոլորդ փայլում էիք, թե ձեր արտաքինով, թե ձեր ելույթով, դե ելույթի մասին խոսք չկա։ Ձեզ կանաչ ճանապարհ եմ մաղթում, հաջողություններ ցանկացած հարցում, կյանքի նոր փուլ եք մտնում, առանց դժվարությունների թող լինի ձեր յուրաքանչյուր քայլը։ Սիրում ենք բոլորիդ, հաջողություն ենք մաղթում բոլորիդ։ Հայտնել բոլորիցը, արգելի սուճական անձնակազմ, արգելի ծնողներ, հատուկ շնորհակալություն բարուսույց մեր Վիվադես Մարինա Գրիգորյանին, շնորհակալություն տեխնիկական մաս մեզ ապահովող բոլոր օպերատորներին, Վահագին, Էրիկին, Սևակին, բոլորից անչափ շնորհակալություն։ Երբեք չլինեին դուք, չեր լինի այս ամբողջը։ Որին իմ շնորհակալությունը բոլորին ժողովուրդ ջան։ Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուրջ, թե կատակեր և թե լուրջ, թե հեքյատ կախարդական, և թե կյանքեր ու կարծես երեքեր դեր դասերու դասարաններ ախ ես ոնց է ջերմակել իմ դասատուն են ջահել ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով Եվ ինձ հետ միշտ կմնան անմոռաց, անբաժան հուշերը դպրոցական օրագիր պահարան ինչ ուրախ էր, ինչ անհոգ թե ձմեռ էր և թե շոգ թե տանիք էր հայրական և թե տուն նվիրական դու նստում էիր կողքից մանկության ընկերուհից բայց այսօր արի ու տես ես կարծես սիրում եմ քեզ ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ
was a sacred chord David played and it pleased the Lord. But you don't really care for music, do you? It goes like this, the fourth, the fifth, the minor fall, the major lift, a baffled king composing hallelujah, 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 hallelujah. Your faith was strong, but you needed proof. You saw her bathing on the roof, her beauty and the moonlight overthrew you. She tied you to the kitchen chair, she broke your throne, she cut your hair, and from your lips she drew the hallelujah, 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 Baby, I know I've been here before. I know this room and I've walked this floor. I used to live alone before I knew you. I've seen your flag on the marble arch. Love is not our victory march. It's a cold, it's a broken Եկես արքայություն քո, եղիցին կամք քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր անապազոր դուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեջ, որպես եւ մեկ թողում մերոց վարդաբանած եւ մի տանիր զմեզի փորձություն այլ բրգեած մեզի չարե, զիքո արքայություն եւ զորություն եւ փառգավիդյանս ամեն, Տեր ուղիաս գնասս մերի ճանապարհս խաղաղության, Տեր ուղիա եւ առաջնորդյալ քոց մերոց եւ ամենայն հավատացելոց գնալ արտարության ճանապարհն եւ իյանսն հավիտենից ամեն Դուք էլ աստված առաջ արդեն դասեկը փոխում եք նույնը։ Չէ, իրանք արդեն գնում են ավագ, Առավել եւս կգնաք ուսումնական հաստատություններ, դասեկների եւ ընդհանրապես ուսուցչական կազմի երբեք չմոռանալ, որովհետեւ իրենք ջանք ու երազ չեն խնայում ձեր ապագան կերտելու եւս առավել ձեր այդ հիմնակարը դնելու համար։ Հիշեք, սա առազատն է, սա հեքիաթային չի, սա իրականությունն է եւ հասնի ժամանակները, գիտելիքները, որ այսօր ստանում եք կյանքի ես մեծ հորձանություն դեր համար մի փոքրիկ քար է լինելու, որ կառուցեք ձեր կյանքի մեջ։ Լավ, ես բարի երթ, լավ եղեք, շնորհակալություն արդեն դարձավ նստում է այս շնորհակալություն գործում։ Thank you.